կան դեպքեր, երբ աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում այլ աշխատավարձ են ֆիքսում, բայց աշխատողներին վճարում են ավելի մեծ աշխատավարձեր, հա։ Այս մասով եւս մենք վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունենք, բայց ցավոք սրտի այս մասով շատ դժվար է ապացույցներ ձեռք բերելը, որովհետեւ գործատուն աշխատողներին վճարում է արձեռն, որևէ տեղ այդ աշխատավարձը վճարելու մասով ապացույցներ առկա չեն լինում եւ միայն աշխատողի խոսքը բավարար չէ հիմնավորելու համար, որ աշխատողը իր կատարած աշխատանքի համար ստացել է ավելի բարձր աշխատավարձ։ Դրա համար այս մասով էլ եմ խնդրում բոլոր աշխատողներին եւ հորդորում, որ աշխատանքային պայմանագիրը կնքելիս հստակ ֆիքսեն են աշխատավարձի չափը, որը սահմանված է իրենց կատարած աշխատանքի համար, որովհետև հետագայում երբ որ պիտի աշխատողը գնա ամենամյա արձակուրդ կամ երբ որ աշխատողը ազատվում է աշխատանքից, վերջնահաշվարկը կատարվում եւ վճարման ենթակա գումարները, այդ թվում նաև չօգտագործված ամենամյա արձակուրդի համար վճարման ենթակա հատուցումը հաշվարկվում է աշխատողին վճարված միջին աշխատավարձից ելնելով, եթե մի մաս աշխատողները ստանում են արձեռն, բնականաբար այդ մասով որևէ ապացույց գործերում չի լինում եւ ըստ էության գործատուն վերջնահաշվարկը կատարում, ժամանակավոր անաշխատունակության նպաստը եւս հաշվարկում է աշխատողին վճարված, հա, փոխանցված, հա, աշխատանքային պայմանագրով գրանցված աշխատավարձից ելնելով։